Ժորժան, ով ասե, որ Հայաստանում անընդհատ պետք է բարձրանան գները, անընդհատ տեղի ունենա գնաճ եւ նորմալ է, որ աշխատավարձները չբարձրանան, թոշակները չբարձրանան։ Լավ, անընդհատ օրինակ է բերում կառավարությունը զարգացած արևմտյան երկրները, բայց արևմտյան երկրներում անընդհատ ինդեքսավորվում են աշխատավարձները եւ թոշակները, որովհետեւ նորմալ է, երբ տեղի է ունենում գնաճ, բնական է, որ մարդկանց եկամուտները նույնպես պետք է համապատասխանեցվեն այդ գնաճին։ Էլ չեմ ասում մարդկանց շաբաթ-կիրակի աշխատացնում են, 6 ժամ, 7 ժամ ավել աշխատացնում են, որովհետև աշխատանքային օրենսգրքով 8 ժամից ավել եթե աշխատացնում են, պետք է ավել գումար ստանան, բայց որևէ մեկը ավել գումար չի ստանում։ Ժորժան, ես Արման Ղուկասյանն եմ, Հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահն, ու ես ուզում եմ հարց տամ, իսկ ինչու ժողովուրդը չի կարող ոտքի կանգնել եւ պահանջել, որպեսզի մեր երկրում համապատասխանեցնեն եկամուտները, այսինքն աշխատավարձները, թոշակները, այն գնաճի հետ, որը տեղի է ունենում։ Ինչու պետք է գնաճը լինի միայն ժողովրդի վրա, ժողովրդի վզին կներեք արտահայտությունս համար բեր, իսկ պաշտոնյաները ստանան բարձր աշխատավարձներ, բարձր պարգևավճարներ եւ ի վերջո վայելեն իրենց աթոռները։ Ես էլ չեմ ուզում գամ այդ աթոռը վերցնեմ, ոչ էլ ժողովուրդն է ուզում գա ձեր ձեռքից աթոռը վերցնի, բայց ժողովուրդն է այս երկրում իշխանություն եւ ժողովրդի իրավունք ունի պահանջի էֆեկտիվություն։ Կառավարությունը պետք է լինի էֆեկտիվ։ Ինչու մենք պետք է զգանք այդ բեռը։ Ժորժան, խնդրեմ գրեք մեկնաբանություններում, տարածեք այս տեսանյութը եւ բաժանորդագրվեք իմ էջին։